եւ երկրից դուրս տեսնում ենք։ Մեր եղբայրները եւ հայրերը այսօր գտնվում են անազատության մեջ եւ բոլորովին անհիմն կերպով չկա որևէ գործ, այսպես ձևակերպենք, եւ դրա համար էլ մեր պարտքն է, որ մենք այսօր այստեղ կանգնենք այս կազմակերպված միջոցառմանը եւ ուղղակի մեր խոսքը հղենք մարդկանց, ովքեր որ մեզ լսում են։ Տեսեք, եկեղեցու դեմ արշավի շրջանակներից արդյոք օրինակ պատգամավորի եղբայրը առաջարկում է անգամ հիվանդանոցներից հանել աղոթքատեղին։ Ինձ մեկ անգամ հարցրեցին, թե եկեղեցու դեմ էր, որ բանակի հոգևոր հովությունը փակեցին, ես ասացի հետեւյալը, այդ քայլը եկեղեցու դեմ չէ։ Այդ քայլը հայ մարդու եւ ընդհանրապես բոլորիս դեմ է, որովհետեւ բանակում ծառայում են բոլորի տղաները։ Իմ տղան էլ է ծառայում, դաշնակցականի տղան էլ, քաղաքացիական պայմանագրի պատգամավորի տղան էլ, բոլորի տղաներն էլ ծառայում են եւ բանակը այն վայրն է, որտեղ քաղաքականություն չկա եւ անաչառ են մոտենում մեր հոգեվորականները, մոտեցել մեր հոգեվորականները իբրև իրենց եղբայրների եւ իբրև իրենց զավակների են մոտեցել։ Ուրեմն երբ որ դուրս են բերում օրինակ բանակի հոգևոր հովությունը, դա եկեղեցու դեմ չէ, մեր հոգևորականները, ովքեր որ ծառայում էին բանակում եւ հիմա դուրս են եկել, ելի իրենց ծառայությունը շարունակելու են բոլորի։ Նույնը, ես չգիտեմ, եթե արդեն խոսակցություններ են պատտվում բժշկական հաստատությունների վերաբերյալ, նույնը այնտեղ է։ Նորից բուժվում են, այսինքն բոլորն էլ կարող են հիվանդանալ, չէ՞։ Երբ որ մարդը առողջությունը կորցնում է, չեն հարցնում ինքը ինչ հայացքների տեր է։ Եվ բոլորն էլ աղոթում են։ Այս մասով որևէ մեկը չի կարող հակառակ բան ասել։ Իսկ եթե դուրս բերեն այնտեղից էլ, նշանակում է նորից ոչ թե եկեղեցու դեմ են։ Մենք արկասը հոգևորականներս այդ խնդիրը չունենք։ Մեր աղոթելու տեղն է, որտեղ է լինի, մենք աղոթում ենք։ Հիմա տեսեք, այսօր անազատության մեջ են գտնվում 4 սրբազան հայրեր, իրենք աղոթում են, թե չեն աղոթում։ Մեզանից շատ են աղոթում։ Այսինքն այդ քայլերը, եթե մտածում են, որ եկեղեցու դեմ է, դա եկեղեցու դեմ չէ, այդքան նեղ չէ հարվածը, ամբողջ հայ ժողովրդի դեմ է։ Հիմա հարցրել են կարծիք, օրինակ եկեղեցու պատմություն առարկան, որ դպրոցից դուրս բերեցին, հարցրեցին կարծիք աշակերտների եւ հազարավոր աշակերտների եւ ուսուցիչների, բանակից դուրս բերելուց, հարցրեցին զինվորների եւ սպաների կարծիքը եւ այլն։ Այսինքն մենք ասում ենք մեր կարծիքը, որ դա ոչ թե եկեղեցու դեմ է, այլ հայ ժողովրդի դեմ է։ Նորնաբեր 7 եպիսկոպոսների մասով քրեական փաստորեն հանրային քրեական հետապնդում նախաձեռնված քննչական կոմիտեի կողմից եւ ըստ էության ստեղծվում է իրավիճակ, որ կաթողիկոսի գործողությունները ընթացք ստանա։ Հիմա ստեղծվում է իրավիճակ, որ նա ցանկացած գործողություն իրավական ընթացք է ուզում որպես իրականացնել։ Հիմա ինչ է լինելու։ Ինչ խնդիր եք տեսնում այս առումով եւ ինչ զարգացումներ կարող են լինել, որովհետեւ ասում են հաջորդ Այս մենք էլի ասել ենք, տեսեք, ցավից որևէ բանից չենք մենք զարմանում, այն որ մեր եպիսկոպոսները, գիտեմ, որոշում է կայացվել, քրեական գործ է հարուցվել, այս ամեն ինչը, որ ասում են քրեական գործ, որոշում, տեսեք, ծիծաղ ու ժպիտ է առաջացնում, որովհետև եկեղեցին միշտ իր ժողովները, Գերագույն հոգևոր խորհուրդ, եպիսկոպոսատ ժողովներ, տեղական ժողովներ արել է եւ երբևիցե այսպիսի բան չի եղել։ Այսինքն դա ասել ենք, ասում ենք, սահմանադրության խախտում է, դա օրենքների խախտում է, եկեղեցին անջատ է պետությունից իր նիստուկացով, կանոններով, օրենքներով, իր կանոնադրությամբ առհասարակ։ Դե եպիսկոպոսատ ժողովից ինչու են այդքան անհանգստանում, վախենում, որ նման գործողություններ արում, որ չկարողանան։ Ես չեմ կարող ասել վախենում են, թե չեն վախենում, բայց որ կարևորում են բոլորը եպիսկոպոսատ ժողովը, դա փաստ է։ Եվ որ կարևորում են, շատ լավ է, պիտի կարևորեն, բոլորն պիտի կարևորեն եւ դրանով իսկ ցույց են տալիս, ինչքան էլ բարձրաձայն են, որ մենք չենք ընդունում, այսպես ասած, լեգիտիմ չէ այդ որոշումները, այս քայլով ցույց են տալիս, ովքեր որ ուզում են խոչընդոտել եպիսկոպոսատ ժողով այս քայլով ցույց են տալիս,
այո իրանք ընդունում են եւ Վեհապար Հայրապետի իշխանությունը եւ մեր եպիսկոպոսների եպիսկոպոսած ժողովի որոշումները, ինչը շատ լավ է եւ մեր ժողովուրդը սա տեսնում է։ Չեմ կարող ասել այդ հարցերին մայրաթորը կանդրադառնա հայտարարությամբ հանդես կգա եւ մենք բոլորս կտեսնենք որևէ բան չի բացառվում Ներողությունից հավանական է, որ որոշում փոխվի եւ այնուամենայնիվ Հայաստանում եպիսկոպոսների ժողովը հաշվի առնելով այս հրապարակները։ հստակ չեմ կարող պատասխանել բայց ի սկզբանե եպիսկոպոսած ժողովը տեղափոխվեց Հայաստանից դուրս մայրաթորն էլ հայտարարությամբ հանդես եկավ որովհետեւ մտավախություն կար վտանգ էին զգում դրա համար որոշվեց որ եպիսկոպոսած ժողովը դուրս է պիտի արվի Ավստրիայում այս դեպքում հիմա Հայաստանում կարվի թե չէ ես քիչ հավանական եմ համարում Ձեր բառն իսկ հավանական համարում եք, որ եպիսկոպոսների նկատմամբ հենց մոտենան ժամանակահատվածը, երբ որ եպիսկոպոսած ժողով լինի, ելի կլինեն քրեական գործեր մյուսների հանդեպ։ Արդյոք վտանգավոր չի որոշումը, որ եպիսկոպոսած ժողովը անցկացվի Հայաստանում։ Դե դրա համար մայրաթորը հանդես եկավ հայտարարությամբ, որ եպիսկոպոսած ժողովը դուրսը պիտի արվի, որովհետև ինքը հենց մայրաթորը արտահայտեց, որ վտանգ է զգում։ Ինչ որ բաներ զգում է, որ կարող է այնպես չլինել, դրա համար որոշեց, որ եպիսկոպոսած ժողովը դուրս է լինի։ Իսկ թե ինչ կլինի, քրեական գործեր կլինեն, թե չեն լինի, ես անկեղծ ասած չեմ բացառում, բայց միևնույն ժամանակ ասում ենք, որ բոլոր այդ քրեական գործերը հիմա մեր սրբազան հայրերի, 4 սրբազան հայրերի դեմ հարուցված քրեական գործերը անհիմն են, բոլորն են տեսնում, լրատվամիջոցներն էլ են տեսնում, մարդիկ էլ են տեսնում, ուղղակի սա նորից պիտի այս բառն ասեմ, ժպիտ է առաջացնում, անիմաստ ինչ-որ բաներ են, երեք օրինակ Միքայել Սրբազանի դատն էր, դրանից առաջ մեր մյուս սրբազան հայրերի դատն էր, բոլորը տեսնում եք, որ անհիմն են։